Նորմալ մարդ, խելամիտ մարդ։ Էլի բանը, պարքևավճարը, էլի պարքևավճարը։ Անսահման տխուր եմ։ Կոլի շատ եմ սիրում, ասի դե մի հատ նկարեմ ասա։ Դե ապրիլի 1-ն էր անցած թվարկումը, հիշում եք ու մենք ասացինք, որ այս հաղորդումը արդեն կլինի նոր տաղավարից, Բայց ապրիլի 1-ն էր։ խապեցիք հիմա մտածում եք դուք, Բայց չէ։ Հեսա նորը, նորագույն անուշիկը, սիրունիկը։ դե ինչ նորհավոր ենք մեր նոր տաղավարը Վեդի ալկոյի դուդուկ կոնյակով Նորամուտ գործընկերը եւ մեր պատրեոններին շնորհակալություն Մերսի, հայտնենք, պատրոներ, մեր այս ամեն առաջընթացի ինչը, համար։ այս առաջընթացը դուք եք եւ շնորհակալություն GTB Steel-ի մեր գլխավոր գործընկերին, որը Արարատի մարզում հյուսում է լավագույն արմատուրաները։ գերմանական տեխնոլոգիաների հետ Մենք եկանք GTB, որովհետև մեզ պետք էր լավագույն մետաղը։ Մենք տեսանք ինչպես են ձուլվում տարածաշրջանի ամենահզոր ամրանները։ Միլիոնավոր փոքրիկ մետաղիկներ հավաքվում են մի տեղում, ներխուժում են ձուլարան եւ սիրո ջերմության մեջ ծնվում են մետաղի ձագերը։ Եվ մենք հասկացանք, որ ամենահզոր ձուլարանը հենց այստեղ է։ Ստացվեց ձեր մոտ Բնականաբար։ ինչ որակի է։ Միջազգային ստանդարտներով Շնորհակալ եմ։ GTB Steel, որակը մեր առավելությունն է։ Էս ով էր որ։ Woman Tony Stark, հանճար, միլիարդատեր, playboy, ֆիլանտրոպ։ Եվ այսպես դուք ձեր ընկերների մեջ միակն եք մնացել, ով դեռ չի անցել էլեկտրոմոբիլի։ Ես էլ։ Դրա համար բոլորս դեպի Մեգամոլ, որտեղ սովորական առևտրի հետ միասին կարող եք առնել նաև էլեկտրական մեքենա։ Որտեվ այնտեղ կա Dragon Motors China պաշտոնական ներկայացուցիչը, ու էլ պետք չեն կասկածելի անհատ ներկրողների հետ գործ ունենալ։ Պաշտոնականը այդ ոնց որ բժշկի մեքենան լինի, որը բժիշկը դեռ չի հասցրել առնի։ Այսինքն դուք բժշկից առաջ եք իր մեքենան առնում։ Այո, որտեղ էլեկտրոմոբիլների լայն տեսականին կա, իսկ եթե ասում եք ARN Comedy promo կոդը, անվճար ստանում եք լիցքավորիչ, որը բերում եւ տեղադրում են ձեր նախընտրած հասցեում։ Եվ այսպես ավարտվեցին ընտրությունները Գյումրիում եւ բոլորը սպասում են ընդդիմության միավորվելուն կամ չմիավորվելուն, լիքը մարդ սպասում է նաեւ չմիավորվելուն, բայց մի բան հստակ է, ոչ մեկ չգիտի ինչ անելու, դու գիտես ինչ անել։ Հստակ է միայն այն, որ ազգային ժողովը կորցրեց իր նավակ ճոճողին, իսկ արծիվներից մնաց միայն Արծվիկ Մինասյանը։ Ու ամեն ինչը խմելու պատճառով։ Միամիտ։ Իշխանությունը փոխվել է, այլ խեմ ես մանդատս վայր դնում։ Կներվեր իր պահվածքը, բայց չի ներվի իր հայտարարությունը, որ 26 թվականին իշխանությունը փոխվել է։ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր է դրել ոչ թե անվայելուչ վարքի, այլ այն խոսքերի պատճառով, որ 2026-ին իշխանությունը փոխվելու է, համոզված է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այդ արտահայտության համար էր պատիժը։ Հա, իշխանափոխության մասին միտքը չի ներվել։ Բայց եկեք դրական զգանք։ Մարդը նայեց իր նախորդ օրվա վիդեոները ու հասկացավ, որ մի բան ընդեղ այն չի, սխալ է։ Այդ շատ առողջ քայլ էր։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, խելամիտ մարդ։ Պետք է ինքնուրույն չկայացնել այդ որոշումը։ Ստոպ, եկեք խելամիտ բառը այդքան չչարաշահենք, որովհետև խելամիտ մարդը երևի չէր գնա ընտրությունների օրը ու ցեղ դառնար առավոտից։ Չէ, դե հիմա արդեն դզվել, այդպես գնաց ռասոն դատարկեց
ուշքի եկավ ու որոշեց համել Շողուլի բերի ողջ կուսակցությունը։ Սկանդալային պատմությամբ խորհրդարանից հեռացող падգամավորը հիմա էլ մտադիր է ՔՊ-ն առողջացնել։ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը առողջացման ու կերպարանափոխման կարիք ունի։ Հրաժեշտի տեքստում գրել է Գաբրիելյանն ու հայտնել, առաջադրվելու է կուսակցության ղեկավար մարմնի վարչության ընտրություններում։ Երևի ալկոհոլի վերահսկման բաժինը կղեկավարի։ Դե երևի դզվում է, առայժմ զղջում է արածների համար, իսկ դա առաջի քայլն է, որ ասում բարև ձեզ, իմ անունը Վիլեն է։ Բարև Վիլեն։ Բարև Վիլեն, հիմա գնում է մարդը դեպի առողջ կյանք։ Իսկ հայոյանքի համար չեք զղջում։ Ոչ բացարձակ, այդ մեկի համար չեմ զղջում։ Ինչու՞։ Ընդհանրապես, որովհետև ըստ էության իրավիճակը, եթե նայեք եւ գնահատեք, կհասկանաք, որ հայանքը տեղի է ունեցել ի պատասխան շանտաժի։ Տակ, եթե չեք ուզում լսել հայհոյանք, ընդհանրապես շանտաժ մի արեք մարդուն։ Բայց եթե ուզում եք լսել հայոյանք, դրա ձևն են գիտենք։ Բայց այնուհանդերձ մտահոգիչ չի, որ հայոյանքի համար չեք զղջում, պարոն Հակոբյան։ Բայց Պարոն Հակոբյան, Դե մի անգամ կարելի է շփոթվել։ Եվ ԿՊ-ում ինչն է հիվանդ, որ ուզում եք առողջացնել, պարոն Հակոբյան, ձեր գրառմանը։ պարոն Գաբրիելյան, Պարոն Գաբրիելյանի։ Okay, վերջ, եկեք հանգիստ թողնենք Գաբրիելյաններին եւ Հակոբյաններին։ Բոլորին։ Բոլորս էլ իրականում մեղքեր ունենք։ Հենա Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոստովանություն արեց, որ քննություն չի տվել վարորդական իրավունքի համար։ Ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչ էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։ Մի կողմից շատ հավես է հնչում իհարկե, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե հանկարծ իրավունք չտային վարորդական, մյուս օրը հայկական ժամանակով մի հորրի բան կգրեր բաժնի պետից միջև Այն մյուս բաժնի պետ, չգիտեմ ովքեր են դեռ вообще։ Դե մի խոսքով Բաստիոնի ղեկավարը սրտնեղում է, որ ախր այն երկրում ոչ ոք իր գործը նորմալ անել չգիտի։ Իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ։ Ինչի չի կարելի։ Ով ասե որ չի կարելի։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր։ Դե մենք էլ ենք այդ ամեն ինչից խույվորում, կադրերի պակաս ու երկրի վատ կառավարում։ Լսի, ինքը գիտի, որ ինքը արդեն ընդդիմություն չի։ Okay, well, չգիտեմ, որովհետև 7 տարի անց իշխանության ղեկին լինելուց զգում է, որ երկիրը ղեկավարվում է ոչ պրոֆեսիոնալների կողմից։ Իշխանության մայրամուտին կարելի է ասել, բայց Փաշինյանը նաև խոստովանեց, թե ինչու մասնագետները չեն ուզում աշխատել իր հետ։ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեցքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարքևավճարը, էլի պարքևավճարը, մեր բաները տարան, պարքևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է դա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, Ժորժ ջան, սա մեր մասին է։ Բա որ ասում եմ պետք չի խոսալ պարքևավճարների վրա նորմալ մարդկանց հուշտ է կանում կառավարություն գալուց։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, արդեն 7 տարի, в принципе, մի անձնյա ղեկավարող Փաշինյանը ում վրա է մունատ գալիս։ Ես կխելագարվեմ ուղղակի, մարդը ինձ նամակ է գրում, մարդիկ, ասում են, ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Ասում ենք, նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Հա, այդ արդեն գիտենք, ձեզ բաժինը հասել շատ հորի ու անգրագետ ժողովուրդ, բայց ես չի ասում, ուզում վարչապետ դառնեմ, եթե ես չեմ վարչապետ, էլ վարչապետ չի լինի ստեղ, ես էի ասում, նարեք, ես չի ասում։ Պրինցիպի դու չէր, պրինցիպի ինքն էր, բայց անգամ նա չէր պատկերացնում, որ այս տիպի անորակ ժողովուրդը Սերժը գցում իր գրպանը։ Ես խի չդառա վարչապետ, որտեղ ես գիտեի, որ ժողովուրդը էսա, դրա համար չդառա։ 3 միլիոններից մեկն է, այտենց լրիվ վրիցդ մի հանի։ Okay։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասեմ գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս որ տենց չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։
Շտապ պետք է փրկել Փաշինյանին այս տուպոյ ժողովրդից։ Այ ժողովուրդը այնքան բութ է, որ ամեն ինչ գծում է Փաշինյանի վրա։ Չի ճոգում, որ ինքն է մեղավոր։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Էս ինչա զոհերի թիվը, էս ինչքան հասավստել։ Լավ, սեն չի լինի, ժողովուրդ ջան։ Okay, ինչ որ մեկը այս մարդուն կհուշի, որ ինքը արդեն 7 fucking տարի է վարչապետ է, ու եթե ինքը չի կարողանում այս հարցերը լուծի, ապա խիա դեռ ընդեղ նստած։ Լավ, արի վերադառնանք ԿՊ All Stars թիմին եւ այսպես Հովիկ Աղազարյանը։ Արդեն մի քանի օր է ոչ մի նոր սլավիկներ, աշոտիկներ իր գործի մեջ չի բացահայտվել, ու այս լռությունը մի տեսակ անհանգստացնող է։ Զատո այս ընթացքում Աղազարյանին ուղարկեցին մեսեջ ուղերձ ոչ SMS-ով, թե ինչ կարող լիներ իր հետ, եթե խելոք մանդատը վայր դներ։ Մի քանի բժշկական կենտրոններում, այդ թվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչում առաջիկայում տնօրենների փոփոխություններ կլինեն, հայտնել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում քննարկվում է վերջերս մանդատը վայր դրած ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։ Իսկ Հովիկ Աղազարյանի թեկնածությունը, որը չգնաց ընդառաջ խնդրանքին ու մանդատը վայր չդրեց, տեխնացիոնի չեն քննարկում։ Այո, մուլտիտիեզերքի մեկ այլ Հայաստանում Հովիկ Աղազարյանը լսեց ու հիմա Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար է։ Իսկ մեր մոտ քննարկում են եւս մի հատ անասուն այդ գործին կարելու հարցը խոշոր եղջերավորենել։ Մանր, արա ոնց կարաս Աղազարյանին խոշոր եղջերավորել։ Այն որ այսքան չի լսում, արդեն խոշոր։ Իսկ ինչ ազգում ԿՊ-ն այս ընդհանուր վիճակի հետ կապված Աղազարյանի։ Այս իմաստով ես ուրախ եմ, որ այս քննարկումները կան, բայց անսահման տխուր եմ, որ նման իրավիճակի մեջ մենք հայտնվել ենք, չգիտեմ օբյեկտիվ թե սուբյեկտիվ։ Օբյեկտիվորեն ջան, որովհետև օբյեկտիվորեն մերժեց վարչապետի խնդրանքը։ Իսկ արդյունքում գիտես ինչ եղավ։ Արդյունքում անսահման տխուր է Լուսինե Բադալյանը։ Իսկ ինչ անենք, որ այդքան չտխրի։ Գուցե նշանակենք ուռուց քաբանական կենտրոնի ղեկավար կամ գիտես ինչ անենք, նենց անենք, որ Աղազարյանին ոչ էլ ձերբակալեն, ինչը եւ իր ձեռքը վերցրեց մեր հատուկ թղթակից Ալեն Երանոսյանը։ Բարև ձեզ։ Երևի գիտեք, որ մեր շատ սիրելի Հովիկ Աղազարյանը հայտնվել է դժվար քաղաքական իրավիճակում, եւ ես, ինչպես նրա իրական երկրպագու, որոշեցի անցկացնել ստորագրահավաք։ Դեմ նրա հետապնդման։ Գնացի։ Գիտեք, որ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին ուզում են զրկեն անձեռնում խելությունից, որպեսզի անհիմն պատճառներով ձերբակալեն։ Կողմեք, որ նրան ձերբակալեն։ Չէ, ոչ կողմեմ, ես մասնակցում բաներ։ Անուն ազգանուն ծննդյան թիվ ստորագրություն։ Չեմ ստորագրի։ Շնորհակալություն։ Կստորագրեք, որպեսզի ներկայացնենք ազգային ժողով, որ Բայց ես վստահ եմ, որ ես անհիմնավոր ստորագրեմ, ես չգիտեմ, անհիմնա թե հիմնա, կարող է հիմնավորված է։ Հիմա ես օրինակ չգիտեմ, դուք իմացնեք։ Հովիկ Աղազարյանը նախկին ԿՊ-ական պատգամավոր է, նրան հեռացրել են անհիմն պատճառներով եւ նրա հանդեպ հիմա քաղաքական հետապնդություն է գնում։ Կստորագրեք, որպեսզի ներկայացնենք։ Ուր է դիմացել։ Ստորագրահավաքը դա քաղաքացիների իրավունքն է։ Դուք էլ կստորագրեք, որ։ Չէ։ Շատ շնորհակալ ենք։ Գիտեք, որ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին ուզում են անձեռնում խելություն զրկեն, որպեսզի անհիմն ձերբակալեն նրան։ Դե ուղղակի ստորագրեք, որ չնստացնեմ նա։ Ինձ մեկ ապրակես։ Բայց կավոյտը կանչեն քեզ, մա։ Չէ, չեն կանչի, հաստատ։ Բայց ձերբակալու Հովիկ Աղազարյան։ ովքն է բերավորը կա։ Անավանդ անհիմն։ Ծննդյան օր թիվանի։ Հարավուտ թիվը ապրիլի 1։ Ձեր ծնունդը շնորհավոր պապիկ։ Ապրեք։ Անմազգանում ծննդյան տարեթիվ ստորագրություն։ Կարող է դուք էլ ստորագրեք։ Ազգային ժողովի պատգամավորը, ում անհիմն ուզում են ձերբակալեն։ Շնորհակալություն։ Անուն ազգանուն։ Նիկոլա Կանելը չի ստորագրի։ Դե ինչ, այս անգամ մենք համոզվեցինք, որ շատ բարի ազգ ունենք, թեև շատերը չէին ճանաչում Հովիկ Աղազարյանին, նրանք ստորագրում էին, որպեսզի օգնեն դժվար կացության մեջ գտնվող իրենց համակարգացուն։ Ձեզ հետ Ալեն Երանոսյանը, հատուկ Անկոմեդիի համար։ Դե տեսնենք ինչ ալնում։ Արդյունքում առողջապահության նախարարը հերքեց նավակ ճոճողի այն վատ սցենարը, որ 26 թվականի համար կանխատեսել էր։ Խիա առողջապահության նախարարը խոսում 2026 թվականի ընտրություններից։
Իա նավակ ճոճողը խոսում առողջապահությունից։ Մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ միանշանակ հավակնում է 26 թվականին եւս իշխանության գալ։ Իսկ նավակ ճոճողը ասում էր, որ իշխանությունը փոխվելու է 26 թվականին։ Չէ, ասում էր, որ առողջանալու է ԿՊ-ն ու նոր առողջ ԿՊ-ը արդեն գալու իշխանության։ Okay, լավ լուրեր։ Հարկերի հավաքագրում։ Պլանը գերակատարվել է։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ցուցանիշները։ Հունվար-մարտին ՊԵԿ-ը բյուջե է ապահովել 566.5 միլիարդ դրամ, ինչը ավելի է թե 2025 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված, թե հետագայում վերանայված ցուցանիշից։ Ըհն, հարկերը հորդում են բյուջե։ Ու քանի պլանը սկսել են գերակատարել, ամեն ինչում են գերակատարում։ Առաջին եռամսյակում արձանագրվել է արգրավված թմրամիջոցների քանակի մոտ 92% աճ։ Նույնիսկ թմրամիջոցների արգրավումն է աճել։ Իհարկե լավ կներ, որ հակառակը լիներ, հարկերի մուտքը 92%-ով աճել, իսկ թմրամիջոցները 10%-ով, բայց հեյ, արդեն լավ սկիզբ է։ Ամեն ինչ սկսվեց բոտոքսից։ Ինչ կապ ունի բոտոքսը թմրամիջոցների հետ։ Բոտոքսը ամեն ինչի հետ կապ ունի։ Ըստ մեղադրյալների 65 կիլոգրամ բոտոքսի զանգված է, իսկ ըստ քննիչի մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հիմա ինչ իմանաս ով է ճիշտը։ Ստուգելու միայն մեկ ձև կա։ Այդ զանգվածը պետք է վերցնել եւ սրսկել միջին վիճակագրական կնոջ պրոշների մեջ։ Եթե մի անգամով բավարարվում ասում է, օքեյ, վсё, լավ է, ուրեմն դա մարիխուանա է։ Բայց եթե սկսում է ամիսը մեկ սրսկվել, ասում է, հա, շատ լավ է, ավելի շատ, ուրեմն դա բոտոքս է։ Լավ, ոնց է պլանը ստեղծել, որ բոտոքսի տակ անցկացնել մարիխուանա։ Խոշոր գործերից մեկը քննիչն է ներկայացնում։ Վարորդն իրականացնող մարմնի այն հարցին, թե արդյոք բոտոքսը անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետության սահմանից անցկացնելու կամ ներկրելու որևէ արժեք իրենից ներկայացնում է։ Պատասխանն այն էր, որ մեզ ասել էին, որ բոտոքսը շուտ փչացող զանգված է եւ այն պետք է հնարավորինս շուտ անցկացնել։ Բերել էին սահման ու ասում են շտապ, թողեք սա փչանումը կանայք կմնան առանց պրոշների։ Այո, բայց սահմանապահները ունեին հոտարություն ու արդյունքում Վրաստանի դիսկոների հետ լավ տրամադրությունը փչացավ։ Այդ Վրաստանը են տեղափոխում ընդամենը, արա դե լավ, էլի թող իսկ էլ ինչ բարձեցին իրավապահները։ Մեղադրյալները գործել էին շահադիտական դրդումներով։ Ստոպ, իսկ ինչ կապ ունի շահադիտական նպատակով են բերել նարկոտիկը, թե մշակութային, ալտրուիստական։ Հա, կարող է թանգարանային նպատակներով, կրեատիվ նպատակներով, արա նարկոտիկ է, բռնել եք, լավ եք այլ, շահադիտական նպատակով։ Այդ ոնց որ մեկը բանկ թալանի ու ասեն, նա բանկ էր թալանում շահադիտական նպատակով։ Եթե բարեգործության համար թալաներ կարող է եւ չբռնեին։ Իհարկե։ 65-ից 10 կիլոգրամը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվել 2024-ի դեկտեմբերին։ Սահմանից նետելուց անմիջապես հետո այն օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում քննիչներն արգրավել են ու փոխարինել այլ զանգվածով։ Երևի բոտեքսով էին փոխարինել, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Դե մի խոսքով Ժորժ ջան, աշխատեք զերծ մնալ թմրանյութ տեղափոխել ցանկախներից։ Շահադիտական եք անում, բարեգործական եք անում, մի տեղափոխեք, բայց մանավանդ շահադիտական նպատակներով։ Այո, մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում այն դեպքն ենք քննարկում, որ քաղաքացուն հանին փռին ասֆալտին, Գյումրի ընտրություններից մի քանի զավեշտալի դեպքեր եւ Ազատություն ռադիոկայանը փորձում են փակել։ Դուք դեռ չգիտեք, որն էր անցած տարի Չինաստանում ծախվող թիվ 1 բեռնատար վենը։ Տուրինգներ, ջանիկներ, 2 լիտրանոց տուրբո պումա դիզել մոտոր, որը վառելիքը գրեթե կրկնակի խնայում է։ Իսկ գինը ընդամենը 12.5 միլիոն դրամ։ Դիզելա խնայող գազանա, որը շատ մեծ օգուտ կբերի ձեր բիզնեսին։ Vigus Touring Grand Avenue Sharing Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։
Ինձ մի հատ Grand Avenue Plus 3 հատ է Վիգուս։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Եվ այսպես ՀՀ բարեփոխված ոստիկանությունը ասֆալտին փռեց ՀՀ հպարտ քաղաքացուն։ Որը ըստ ոստիկանության հայ հոյելա Շարասյանը եւ սիգնալ ա տվել։ Դե, նայ, իշխանություններ, երբ որ մարդկանց այդ շարասյունների պատճառով սպասացնում եք, համարյա բոլորն են հայ հոյում։ Նույնիսկ եթե ավտոյի մեջ երեխա կա, մտքում են հայ հոյում, բոլոր դեպքերում, էլի, նես որ միշտ նկատի ունեցեք։ Նախ ամենակարևորը, այդ տեսնում եք ինչքան կարևոր է ամրագոտի գցելը։ Քաղաքացին, որ ամրակապած լներ, հոտենց հեշտ չէին հանի փռեին ասֆալտին, բայց մյուս կողմից ժողովրդարության բաստիոնում են էլ բարեփոխված ոստիկանությունը։ Okay, well, ճիշտն ասած, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում ոստիկանության կողմից ուժ կիրառելու կոնցեպտի մեջ։ Հա, ոստիկանությունը պետք է ուժ կիրառի, բա ով պետք է կիրառի։ Բժիշկը, ինժեները, նարեկը, չէ, ոստիկանությունը բանը ասում, չես լսում, պետք է ուժ կիրառի։ Այդ սա ձևը։ Սիրգեյ մեր մի քիչ ստալինյան ռեպրեսիաների ամուր պինդ ձեռքի սիրահարա։ Արա, խիստ Ստալինյան, եթե սխալ բանի համար է ուժ կիրառում, այդ ուրիշ բան, բայց բուն կոնցեպտը, արա, որ խույվորում են, ոստիկանը ուժ է կիրառել, արա, հա, բա ոստիկանը պետք է ուժ կիրառի, ինչ որ բան եթե սխալ է գնում, պետք է ուժ կիրառի։ Ոստիկանը պետք է համաչափ Համաֆակինգ չափ դե ուժ կիրառի։ Ես անգամ կկանգնես, որ ասես այսի համաչափ էր, բայց գուցե եթե 18 թվին ռադիոտան գրավելու ժամանակ Նարեկը ընդեղ ելներ, ասել, հեյ, ուժ մի կիրառեք։ Գուցե դաժե ընդեղ էր, դրա համար ուժ չեն կիրառել, դրա համար էլ էսօրի ենք։ Okay, ընդեղ չեմ, դրա համար արի մենակ ոստիկանության չլսենք, էլի, արի այդ մարդուն էլ լսենք, ով վստահաբար ընդեղ էր։ Վերածվեցի քաշ քշելով հանը գցել են դուրս ելել։ Ոչ էլ ասել են դուրս եկեք, ես դուրս չեմ եկել։ Հայհոյանք ընդհանրապես չի եղել։ Ուղղակի շտապում էի ես, թաղման էի գնում։ Սիգնալ է եղել։ Հա, դե մենակ ես չէ, ամեն մեկը իր խնդրեմը ունի, բոլորն էլ շտապում են։ Կես ժամ այնտեղ կանգնած ենք մնացել, մինչև անցնում էին, բան էին անում։ Մարդ ասում է հայհոյանք չի եղել, կամ անգամ եթե եղել, եղել է սիգնալի տեսքով, իսկ սիգնալը եթե մի վայրկյանից երկար է տևում, հաստատ նոր տարին չեն շնորհավորում։ Well, մարդը նաև gold համարներ առել, այսինքն մարդը նաև մտածում է, հեյ, ես այդքան կարևոր ինձ չեմ զգում, գուցե gold համար առնեմ, փող տամ, որ մի քիչ ավելի կարևոր զգամ։ Okay, դրա մասին չի խոսքը, բայց ո՞նց անենք, որ համ կարգ ու կանոն լինի, համ լավ լինի։ Ուղղաթիռ, եկեք ազգովի ուղղաթիռ առնենք տանք Նիկոլին, հաստատ ավելի էժան է մեր վրա նստելու, քան այդ որ ամեն անգամ 20 ավտոների կորտեժը ասես վ անցնում է։ Հեծանիվը էլ, չէ։ Հեծանիվը ավելի էժան։ Հա, հեծանիվը, խիչ եք անում հեծանիվը, համել օրը 20 TikTok ավել կարտադրի պետությունը, ինձ շատ լավ է, դրան են գնում։ Լավ, ինչ ասում ընկերը։ Ում ընկերը։ Վարորդի ընկերը։ Վարորդներին իրավական աջակցություն ցուցաբերող վարորդի ընկերության ներկայացուցիչ Տիգրան Քեյանի գնահատմամբ այս դեպքում համաչափ ուժ չի կիրառվել։ Տեսանք, որ այնտեղ համաչափ ուժի կիրառման ինչ-որ բան չկա, որտեղ այդ վարորդը ոչ զինված էր, ոչ գիտեմ ինչ-որ այլ ինչ-որ միջոցներ էր կիրառում, որ տենց հարձակվեցին այդ մարդու վրա։ Իկանությունը արդեն ոչ թե տեքստով հրապարակի եղելությունը, այլ ձայնագրությունների միջոցով եղելությունը հրապարակի, որտեղ իրանց մոտ բոլորի զինված են տեսանկարով սարքերով եւ կարող այդ ձայնագրությունները հրապարակեն։ Թողես ձայնագրությունը հրապարակեն, որ մարդիկ Facebook-ում չգրեն ոստիկանությունը ուժ է կիրառել։ Բանավան, որ պետ բյուջեից երեխեքի բերնից կտրել ենք, լիքը փող ենք տվել, որ ոտից գլուխ զինենք ոստիկանությանը, ու որ հա
ստատուսի տեղը հանեք ձայնագրությունը չպցրեք։ Okay, ապսոս sense վճռական ոստիկաններ չկային են խամերի դեպքի ժամանակ, որ խամերը sense հրապարակով նարկոտիկի տակի դեպ sense ֆրֆռում էր ու ոստիկաններ հանկարծ մի վնաս չտանք կամ Գյումրի ընտրությունների ժամանակ։ Այո, այնտեղ լիքը բողոքներ կային, բայց երբ լրագրողները ահազանգում են, որ փաստացի Սարիկ Մինասյանի շտաբը երկու տեղամասի արանքում մի հատ չկար այդ ոստիկանը, որ պողպատե ուժով գար, այդ մասնավոր սեփականությունից այդ մարդկանց հաներ ու ստուգեր։ Հարգելի ոստիկաններ, ինչու՞ չեք արձանագրում։ Հարցերին մի պատասխանեք, արձանագրեք։ Արձանագրեք, այն ինչ որ մենք արձանագրել ենք։ Եկեն այդ դուրը։ Ինչի համար եք դուք եկել։ Ահազանգով եք եկել։ Դե եկեք արձանագրեք, որ այնտեղ Սարիկ Մինասյանի շտաբն է եւ քաղաքացի խոստովանել է։ Դե ես ձեզ ցույց եմ տալիս։ Եկեք գնանք միասին, դուք իդեպ իրավունք ունեք։ Իդեպ օրենքի խախտման է գտնվում շատ մոտ տեղամասին։ Այդպես սիրուն ներխուժում էին տարածք, այդ պլակատները հանում են, ասում են, ահա, սա փաստացի շտաբ է, դուք ասում եք չէ ու ձերբակալում էին։ Դե դա էլ կլներ օրենքի խախտում։ Քիչ առաջ դրա դեմ չէր խոսում։ Հա, կլներ, բայց լավ, գոնե որ լրագրողները գալիս են, ասում դեպքի մասին հաղորդում են կիրառել։ Ասում են, վերցրեք մեր հաղորդումը, ասում են, չի, վերցնենք որ ձեր հաղորդումը։ Շտաբ է, սա շտաբ է։ Եկեք հենց հիմա ես հաղորդում եմ ներկայացնում, որ այո, որտեղ մենք արձանագրել ենք Սարիկ Մինասյանի նկարները եւ ներսում բաժին ինչ են գալիս, ես լրագրողն աշխատանք եմ կատարել։ Դուք եկել եք դեպքի վար արձանագրել դա։ Գնանք մի ամբողջ տեխնիկա ձեզ զինել ենք, ես իմ քանի միլիոնների։ Այսինքն դուք դեռ 18-րդ դարի մեջ եք։ Այսինքն եթե մեկը ին վրա հարցակվի ինձ ավտոից հանի ու սկսի sense տպել, ես տեսնեմ մոտակայքում ոստիկանը պետք է ասի ինչ, արի նախ քեզ տանենք բաժին հաղորդում, դու նոր այդ տպելը քեզ կդադարեցնենք, հա, այդ տեղում չի։ Ինչևէ, ենթադրյալ շտաբի առեղծվածը այդպես էլ չբացահայտվեց, բայց ընթացքը շատ ինտրիգային էր։ Տիկին ասում է, որ սա Ահա, քուշաճը դե դու տիգինի հետ գործ չունիս։ Տիգին չեմ, աղջիկ եմ նախ եւ առաջ, տիգինը դուք եք։ Լավ, աղջիկը ասում է վիրավորական բառ չի, դե մի Լավ, բան արի։ Ընդ համար վիրավորական է, Մենք որ տիգին չեմ։ Բայց մենք ո՞ւր էս գիտենք։ Դեր տարիք հարգելով տիկին ենք ասում։ Մենք հենց հիմա տեսանիք Այստեղ Ավետիք Չալաբյանի աչքը իրան մի քիչ քաշեց, պարզեց տիկինը աղջիկ էր։ Պարոն Չալաբյան, բոլոր անհասկանալի իրավիճակներում կանանց տարիքը պետքա դեպի ներքև կլորացնել։ Հա, պրոստը շատ ակնհայտ չէր արի խոստովանեք ստեղ։ Ինչևէ, Գյումրիում տիկին ասելու համար շատ ավելի դաժան բաներ են լինում։ Մյուս կողմից արա մի հատ բանջերեղեն վաճառող տատիկ կա, խորը տատիկ, որը միշտ ինձ ասում է, աղբերս որից դնեմ քեզ։ Սիրո, մենք էլ տես չենք ջարելանում։ Պապս լավ խոսք ուներ, ասում էր դու էլ spring chicken չես։ Տատս լավ խոսք ուներ։ Պարվա, հա, չէ, դա ուրիշ։ Նիկոլի սիրելը խիամոտ բան, հա, ինչ ես ամաչում, նոր ասում էր մեռնեմ կյանքին։ Դե ասա, ինչ ես զսկում դու տիկին այս տարածքը։ Այս կասկածելի տարածքը ինչ ես դու առավոտից զսկում։ Քեզ Ինչ ասեցիք։ Հա, ինչ որ լսիր։ Ինչ եք ասում։ Կարճ ասած շատ զգուշ է պետք դիմել կանանց։ Այո, որովհետև կա որոշակի շարի տակ հայտնվելու հնարավորություն։ Ոյ մոմո, գժեր են սրանք։ Հիմա տեսակ ինքը ինչի համար է ստեղ։ Ինչի հայրան կերեցին։ Չես ամաչ։ Դու ես ուղիղ եթերում եմ եղել, դու ես մատը ծառի հետևից տնկել Նիկոլ սիրելու համար։ Նիկոլին ասպես ենեմ։ Ինչ ասեցիր։ Հայրան կերեցին։ Ասեցի Նիկոլին շատ եմ սիրում, ասի դե մի հատ նկարեմ ասա։ Հայրան կերեցին, կործանված։ Բա հիմա կա ընտրական օրենսգրքի 10-րդ դան սև գոտի տիրապետող մեկը, ով լրագրողների բոլոր կասկածները կփարատի ու իտոկ կտա։ Մի սադրի։ Են մեկը, ով կգա ու ռազլաժիտ կանի ամեն ինչը պոլշկեքի վրով։ Սադրում է, սադրում։ Who you gonna call? Դանիել Յոնիսյան։ Սարիկ Մինասյանի եղբայրը անձամբ է գալիս շրջում այս տարածքում եւ էլի եմ ասում կարող եք ինձ բացատրել մի մոտիվացիա Կիրակի օրը չեմ տեսել կամ մենք դա չենք արձանագրել կամ դրա վերաբերյալ մեր հաղորդագրությունների մեջ չի։ Իսկ ինչ եք այդպես գուշանում որ անձամբ գալ եք խախտումները։ Դուք ինձ ասում եք մի բան, որը մեր հաղորդագրության մեջ կա սրանից 6 ժամ առաջ։ Իդեպ մենք ենք առաջին արձանագրել ձեզնից առաջ։ Լավ է կարել։ Լավ է
Լավ է կարել։ Դանիելը անցավ ուլտրաձայնային տոնայնության, ինչը լավ նշան չի։ Փորձեմ բացատրել ինչու նախնդիրը։ Եթե առավոտվանից արձանագրվում է, բայց չի կանխում, բայց մեկը ռեպորտի մեջ ինչ-որ ձև գնում է, արդյունքում ստանում ենք մեկը այս տեքստը։ Ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը, այդուհանդերձ ընտրողների վրա ապօրինի ազդեցության դեպքերը քվեարկության օրվան նախորդած փուլում Գյումրիում եղել են պարբերական բնույթի եւ դրանց ազդեցությունը ընտրողների կամքի ձևավորման վրա ըստ էության հաշվել հնարավոր չի, հաշվելի առումով գնահատել հնարավոր չի։ Ու վերջում ջրվում գնում է։ Ադե չեն կարողանում հաշվել, ինչ ես կպրշկվել։ Իսկ մեկ այլ տեղում ոստիկանությունը շատ լավ էլ արձագանքում էր։ Այստեղ չեմ կարող վիճել։ Երբ ընտրողը վերցրեց կտրոնը տեղամասից ու փախավ, ոստիկանները սկսեցին հետապնդման օպերացիան։ Okay, ինչ է ստեղ կատարվում։ Ոստիկանը սկզբից բռնեց այդ մարդուն, հետո ինքնին շփոթվեց, դες խի է, էլի վրոդի բռնել, կարող զուտ նրա համար, որ ինքը փախավ, ավտոմատ փախավ, դրա համար հետո բաց թողեց այդ մարդուն։ Ինչ անենք, որ ոստիկանությունը չշփոթվի։ Հիմա էլ դու ես ոնց որ սադրում։ Who you gonna call? Դանիել Յոնիսյան։ Պերում 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 բամ բամ։ Աչա 3 անգամ է պերում գնում։ Հա, բայց 3 անգամ է։ Պերում 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 բամ բամ բամ։ Ներես 2 անգամ։ Արի 2 անգամ։ Պերում պերում բամ չարա 3 անգամ։ Պերում 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 դոն 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 դոն։ Ձեր գործը անեք, այդ մարդուն բռնեք։ Ձեր գործընկերը մարդու հետևից լարվել է, դուք կամերաներին եք նայում։ Այսենց ամեն ոստիկանի առանձին վերապատրաստում է ու բարեփոխում է, իսկ դու Այսքան է երևի Գյումրիից, հա։ Չէ, Մարտոն Գրիգորյանը հայտարարություն չարեց։ Դեռ ոնց որ չէ։ Պրինցիպի այսքանից հետո ինչքան սյուր կլինի, որ մեկը հայտարարություն անի ու ասի, որ դե վсё, սենց հիմա սատարում եմ։ Երևի ավելի տարօրինակ լինի, բայց լավ, անցնենք առաջ։ Ազատություն ռադիոկայանը ուզում են փակեն ու երբեք չեք գուշակյով, որովհետև ոչ թե Քոչարյանն ու Սերժը, ոչ թե գնալով գուրբանգուլիացվող Նիկոլը, այլ Ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով եւ միջոցներով երեկվանից լրատվամիջոցը սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալությունը USAGM-ը չի տրամադրել կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը։ Այսինքն ամերիկացիք չեն տալիս փողը ու խեղդում են ազատ խոսքը Հայաստանում։ Մենակ Հայաստանում չէ, սա Եվրոպայում, բայց մասնավորապես Թրամփը ասում է ես Մանթաշովի թորնեմ, ինչա որ այսքան փող տամ, որ Եվրոպաներով սփռեմ մեր պետական քարոզչությունը։ Իսկ կարող է ուրիշ տեղից փորձենք փող ճարել։ Ուրիշ երկիր ամերիկյան քարոզչությունը տարածելու համար փող տա, մի քիչ աբսուրդ չի։ Եվրամիությունը պետք է լրացնի այդ ֆինանսական բացը երեք պնդում էր Դաշինքի հարևանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Պաստորեն ուզում են տան, հա։ Դե քանի այս թեմայի մեջ ենք, կարող է USAID-ի փողն էլ Եվրոպան տա, քանի Թրամփը չի գնացել։ Կարելի է, պրինցիպի, եվրոպացիք ոնց են սրա հետ։ Ազատությանը Եվրոպական դաշինքի կողմից ֆինանսական միջոցներ հատկացնելուն դեմ էին հիմնականում աջակողմյան խմբերի ներկայացուցիչները։ Ազատություն ռադիոկայանը ասում էին նրանք ամերիկյան քարոզչական գործիք է եւ Եվրոպան նրանց համար փող չունի։ Ինչու մենք պետք է ֆինանսավորենք սառը պատերազմի մնացուկները, երբ մեր ազգային կարիքները կոնկրետ ներդրումներ են պահանջում։ Դե բայց դա մենակ աչակողմյա պատգամավորներն են տենց կարծում։ Բայց եթե լուրջ սրա մասին, ապա ես կարծում եմ, որ Ազատություն ռադիոկայանը շատ դրական ազդեցություն էր ունենում Հայաստանում։ Բացառությամբ են դեպքերի, երբ 18 թվականին տենց համարյա ակտիվիստի պես էին նրանց բան կամ 20 թվականի սեպտեմբերի 27-ին, որ չեն կարող հստակ ասեն, որ Հայաստանի վրա են հարձակվել, ոչ թե հակառակը։ Կամ Սասնացրի ժամանակ, որ սկզբից ասացին տերորիստներ, հետո արագ ջնջեցին դա։
Okay, նու մեկ է որ 17 ռեպորտաժ են անում Ուկրաինայի Ռուսաստանի մասին, ու 27 ռեպորտաժ Նավալնիի մասին, որ առանց որ ես կարի ապրեի։ Սա մարդկա այդ մի խոսքով շատ վատ կլինի ընդհանուր առմամբ, եթե Ազատություն ռադիոկայանը Հայաստանում փակվի։ Մենք կոչ ենք անում չփակել Ազատությունը։ Այո, մնացեք մեզ հետ։ Ով է զբաղվում ցանկացած բարդության էլեկտրահամակարգերի նախագծումով եւ մոնտաժով։ D-Energy-ն նորակառույց բնակելի շենքերի, կոմերցիոն տարածքների, շինությունների եւ այլն։ Վստահեք ձեր շինության էլեկտրամոնտաժը D-Energy-ի ծայրահեղ ցիվիլ եւ հաճելի մասնագետներին։ D-Energy, ինչ էլեկտրական է, դա բարոյական է։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Yaman job. Դու գտարես։ Պրոբլեմ չունիս։ Դուստանից։ Այդով թաղում կազմակերպել։ Նորմալ։ Դիջիկո։ Հասցեդիշ է։ Շիրանաց։ Հագում։ Նամ հասցե։ Դու դավսը մեզոմերա։ Նարեկ։ Այդ որ սաղ տեխնացները խոսում են Գյումրի թասիբի մասին, Գյումրեցու թասիբը, կոնկրետ որտեղ է երևում Գյումրեցու թասիբը, երևում է Սարիկին տված 30% մեջ է երևում Գյումրեցու թասիբը, թե openly criminal գովերքող Վարդան Ղուկասյանին տված ձայների մեջ է երևում Գյումրեցու թասիբը, ուր է երևում Լևոն Բարսեղյանին տված 4%, երևի ընդեղ է։ Դենայի, ախր մենք ոչինչով ավելի լավ չենք Երևանում, մենք էլ գնացինք մի այդքան Ավինյանին տվին։ Բայց գոնե չենք ֆիտիշացնում Երևանցու թասիբը, ես վերջ անգամ չեմ լսում, երբ ենք մի խոսքով վատ է, հա, մի խոսքով իրականում լավ արդյունք չի, դրա վրա կենտրոնանալ։ Ջոռոմ խոսալ, եթե վերջում պետք է սենսի պատկերը։